Ձիերին, առյուծներին, խանութի մյուս արձանիկներին փրկելու համար կրակի բերան նետված խանութպանը այրվածքներ ունի։ Ուզեցել է ինչ-որ բան փրկի, բայց արվել է, էլի շատ ուժեղ ա եղել կրակը։ Ականատեսների խոսքով արձանիկների խանութից է բռնկվել կրակը, հետո այն հասել է մինչև կոշիկի պահեստներ, որտեղ աշխատողների խոսքով սոսինձ ուրիշ դյուրավառ նյութեր կան։ Ես սկսել է կամաց եկել է մինչև 50-60 մետր եկել է։ Մալաթիա տոնավաճառի կողքին են այրված խանութները։ Շուկայի աշխատողներն են նախ փորձել կրակի դեմն առնել, մի քանի րոպե հետո կանչել են փրկարարներին։ Երբ որ իմացանք, մեր կողմում ունենք մենք ջրերը, նապորով ամբողջ խողովակները մեր կողմից շուռ տվեցինք այս կողմ, որ կարողանանք հանգցնել մինչև հրշեջների մոտենալը։ Նախ 6 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր, հետո եւս 4-ի անհրաժեշտությունն է առաջացել։ Գրեթե 2 ժամ է պահանջվել կրակը մեկուսացնելու համար։ Բռնկումից 3 ժամ հետո փրկարարներին հաջողվել է ամբողջությամբ մարել կրակը։ Ընդհանուր մակերեսը կազմում է մոտավորապես 1000 քառակուսի մետր, այս պահին կրակի օջախներ չկա, աշխատանքները շարունակվում են հետհանգեցման աշխատանքների, քանդման եւ ապրանքի դուրսբերման աշխատանքների։ Երևանի այլ շրջաններից է տեսանելի եղել կեսօրից հետո բռնկված սրդեհը։ Դեռ պարզ չէ, որքան վնաս են կրել վաճառականները։ Խանութներում նաև թանկարժեք հեռախոսներ, այլ տեխնիկա էր վաճառվում։ Գայանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։